Այս պահին, ինչպես արդեն տեղեկացրեցի, մամուլը օրվա կքննարկեմ լրագրող Մարինա Բախտագուլյանի հետ։ Բարի լույս։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար այս ժամին։ Եվ այսպես, մինչ մամուլի հրապարակումներին անդրադառնալն ուզում եմ անդրադարձ կատարենք երեկվա թերևս կարևորագույն իրադարձություններից մեկին, ընթերցվեց փաստորեն Վալերի Պերմյակովի դատավճիռը, ՑՄԱ ազատազրկում, եւ դատավորը սակայն չընթերցեց նրա պատիժը կրելու վայր, ինչպես սովորաբար լինում է դատավճիռներ ընթերցելուց, եւ հետեւաբար որոշումը այդ մնում է Արդարադատության նախարարությանը, սակայն երեք նույն մամուլում մինչ դատավճիռի հրապարակումը տեղեկություններ տարածվել այն մասին, որ հնարավոր է փոխանակում լինի, հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին տեղափոխեն Հայաստան, Վալերի Պերմյակովին տեղափոխեն Ռուսաստան, սա արվի նրա համար, որպեսզի հանրային բողոքը, այսպես ասած, մեղմվի, քանի որ բոլորն էլ հասարակությունը, թերևս գյումրեցիները երեք հարցումների ժամանակ նշում էին, որ Պերմյակովը պետք է պատիժը կրի Հայաստանում եւ նրանք ականատես լինեն վերջի վերջո թե ինչ պատիժ է լինելու եւ Ռուսաստանում նրանք փաստորեն չեն կարող հանրային այդ վերահսկողությունը չի լինի։ Եվ առհասարակ նման սցենարը քեզ համար ընդունելի է եւ իրատեսական է արդյոք այս փոխանակումը Հրաչյա Հարությունյան, Վալերի Պերմյակով։ Ընդհանրապես այդ դեպքը վերից վար առեցված էր։ Իհարկե կարծում եմ ամեն շարքային քաղաքացու համար շատ հասկանալի մի բան, բայց ինքը դատավարությունը ծիծաղաշարժ եւ անհեթեթ մի բան է, ակտ էր։ Սկզբից մինչեւ վերջ։ Սկսած որ նրան դատապարտում են ՑՄԱ, բայց այդպես է չեն ասում թե որտեղ պետք է անցկացնի։ Սկսած նրանից որ այդպես էլ լղոզվեց եւ չփորձեցին բացահայտել թե Պերմյակովը մեկ հոգով է արել այդ սպանությունը, որը իմ կարծիքով չէր կարող այդպես լինել, թե դա խմբակային հանցագործություն է եղել։ Փաստեր կային, որ նրա վերնաշապիկի վրա արյան հետքեր են եղել, որ Ավետիսյանների ընտանիքից ոչ մեկին չի պատկանել, այսինքն ինչ որ ուրիշ մեկն է եղել եւ կարծում եմ այնտեղ նույնիսկ Ավետիսյանների տղամարդկանց հետ մենամարտ է գնացել, այո։ Ես ուղղակի ինձ Պերմյակովի դատավարության ամբողջ ընթացքում մտահոգում էին Ավետիսյանների ընտանիքի մյուս անդամները։ Այդ մարդիկ ի վերջո հասկացան, ինչի իրանց ընտանիքի 8 անդամները մահացան, զոհվեցին, սպանվեցին ինչ-որ Պերմյակովի կողմից, որին նույնիսկ չգիտես խղճաս, ինչ անես, որովհետև ակնհայտ նրան նստեցրել են ինչ-որ դեղերի վրա, այնտեղ Պերմյակով չկա, այնտեղ կա անջատված խոտ, որից որևէ բան քաղելը, որից որևէ բան հասկանալը անհեթեթ է։ Ինչ-որ սատանիստական անգամ երևույթներից էին խոսում։ Շատ կարող էին նրա վրա ամեն բան կապել, դա այլևս խնդիր չի, ամեն բան կարող էին Պերմյակովին այլևս Ես ուղղակի այդ դեպքերի հետ կապված հասկանալի էր, որ սպանեցի նաև երկու մանկահասակ երեխաների, կպնելով այս ժողովրդի ամենազգայուն տեղին։ Եվ ես հիացած եմ իմ ժողովրդի իմաստությամբ, խելքով, որ չհարցակվեցին եւ չջարդեցին այդ ռուսական ռազմապազայի դռները, որտեղ այդտեղ շատ ուրիշ բան կարող էր լինել եւ գուցե նպատակը հենց դա էր, չի բացառում, որ հենց դա էր, որպեսզի լիներ մեծ արյունահեղություն եւ ռուսական զորքերի, չգիտեմ ինչի, տեղաշարժեր լինեին, իհարկե ոչ մեր օգտին, որտեղ ռուսական բառը, ռուսական ռազմապազա, ռուսական զենք, ռուսական քաղաքականություն, ռուսական նախագահ, ռուսական այդ որևէ բան ածանցվող հակասում է մեր շահերին։ Եվ դա միայն Ռուսաստանի մեղքը չէ, դա հասկանում եք մեղքն է։ Ինչևէ, Պերմյակովը կանցկացնի իր պատիժը այստեղ, թե այնտեղ, կփոխանակեն Հրաչյա Հարությունյանի հետ, թե ոչ, Ավետիսյանների ընտանիքին դա ոչինչ չի տալու, որտեղ կրկնում եմ այդ մարդիկ այդպես էլ չհասկացան, ինչու հենց իրենց ընտանիքի անդամները սպանվեցին, հոշոտվեցին, իրենց իսկ տան մեջ։ Եվ դատավարությունն արդեն ավարտվեց ու հարցեր մնացին անպատասխան։ Այդ մարդիկ չհասկացան, ով է սպանել, ինչպես են սպանել, ինչու են սպանել։ Իսկ թե ինչ կլինի Պերմյակովի հետ եւ եթե կուզեք դա արդեն նույնիսկ ամեն բան, ինչպես նաեւ Պերմյակովի ճակատագիրը վերցրել են, որոշելու հնարավորությունը վերցրել են այս հասարակության ձեռքից։ Սկսենք այդտեղից։ Իսկ կարող է հասարակությունը որևէ բան որոշել, պահանջել, որ ոչ այստեղ պետք է անցկացնի կամ չէ թող Ռուսաստանում անցկացվի կամ տվեք մեր Հրաչյային եւ հասարակության կարծիքը կամ ցանկություններն այստեղ հաշվի չեն առնում։ Եվ որևէ հարցում հաշվի չեն առնում։ Լավ, անցնելով այլ թեմաների,
Հրապարակ օրաթերթից եմ մի հրապարակում առանձնացրել, որը վերաբերում է առաջիկա թիմ ընտրություններին, եւ հրապարակման մեջ խոսում է նրա մասին, որ մինչ փաստորեն պայքարը այս թիմ ընտրությունների շրջանակում սկսվել է, խոսում է նրա մասին, որ առավել թեժ է լինելու մրցապայքարը, ընտրապայքարը Գյումրիում ու Վանաձորում, դա այդպես էլ կարծես թե կլինի առավել խոշոր քաղաքներում եւ հատկապես Գյումրիում, որը միշտ ընդդիմադիր, այսպես ասած, դիրքերից էլ հանդես եկել, եւ խոսում էր այստեղ, որ եթե Գալան ու ասպարեզի ժուրնալիստների ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը այսպես համախմբվեն, ապա հնարավոր չի լինի ընդդիմադիր ուժերին հաղթել, իշխանություններին, սակայն հետո նաև հրապարակի այս հոդվածում խոսում է նրա մասին, որ փաստորեն այս պահին դեռևս հստակ ալյանս ընդդիմադիր ուժերի չկա, եւ բոլորի քաղաքականությունից երևում է, որ նրանք առանձին ուժերով են փաստորեն հանդես գալու եւ մենք գիտենք, որ միշտ խոսվում է ընդդիմության միասնության մասին բոլոր ընտրություններում առհասարակ եւ հիմա փաստորեն թիմ ընտրություններ, առավել խոշոր քաղաքներ եւ խորհրդարանական ընտրություններն ընդառաջ մենք գիտենք, որ յուրաքանչյուր հաղթանակ փոքրիկ ընտրություններում սա մեծ քայլ է դեպի խորհրդարանական ընտրություններ եւ հիմա երբ որ ընդդիմադիր ուժերն առանձին հանդես գան, սա միանշանակ հոգուտ իշխանությունների է լինելու։ Միասնություն առհասարակ ընդդիմության եւ ընդդիմություն առհասարակ ըստ քեզ կա, որն է ընդդիմությունը եւ հասարակության ընկալմամբ ընդդիմադիր ուժերը որոնք են առհասարակ Հայաստանում, որտեղ բոլորին ասոցացնում են իշխանությունների հետ կարծես թե։ Ես ուզում եմ խոսել իմ գործընկերների քաղաքական ուժ դառնալու որոշման մասին։ Այո, դա անխուսափելի է, որովհետեւ մեդիա դաշտում այսքան ծիծաղելի բաժանումների մեջ ընդդիմադիր եւ իշխանական այդպես դալտոնիկ բաժանումների մեջ, սա իշխանական լրագրող է, սա դալտոնիկ բաժանումների մեջ նորմալ էր, որ գործող եւ ակտիվ լրագրողներին այլ բան չէր մնում, քան նետվել քաղաքական հարթակներ։ Մարդիկ դա արեցին եւ ես ուրախ եմ եւ շնորհավորում եմ նրանց։ Ինչ վերաբերում է նրան, որ ընդդիմությունը կարծես չի միանում, իսկ այլ բան սպասելի էր։ Դե երևի թե այլ բան սպասելի չէր հենց այդ կապերի պատճառով, որ իշխանական ուժերի հետ շատ քաղաքական ուժերի են կապում։ Կարիք չկա, որ այստեղ ես երկար բարակ բացատրեմ, թե ինչու ընդդիմությունը չմիացավ ասպարեզի լրագրողներին, որոնք քաղաքական գործ չի հայտ են ներկայացրել։ Ամեն շատ պարզ է։ Մարդիկ ամեն ինչ հրաշալի հասկանում են։ Երբ ես շատ ակտիվ առավոտից իրիկուն աշխատում էի, ես իմ սրբազան պարտքն էի համարում մարդկանց տեղեկացնել եւ լուսավորել, թե ինչ է կատարվում իրականում։ Երբ այնպես ստացվեց, որ ես դադարեցրի աշխատանքը եւ հնարավորություն ունեցա ավելի շփվելու մարդկանց հետ, ես տեսա, որ մարդիկ հրաշալի ամեն բան հասկանում են։ Շատ հրաշալի։ Եվ նույնիսկ ծիծաղելի է այդ բաժանումը, սա իշխանությունը եւ սա ընդդիմությունը եւ հիմա մենք վերլուծենք ընդդիմության վարքը։ Հոգնած ուժերի մասին ինչ կարող է իրենց սպառած ուժերի մասին ինչ կարող եք խոսել մենք այլևս հրաշալի փայլուն շանսեր տրված միայնակ գայլեք որ սասնածռերի շարժումը քաղաքական ակտ սկսելու չեղավ սա որպես կայծ, հա կայծը որն է ամենահստակ ցայսօր տեղի ունեցած ամենակոնկրետ ամենահստակ քայլն է եղել որովհետև մենք տեսանք որ քաղաքական հարթակներում ճառեր ասելով բան չի փոխվում ես բոլորովին չեմ փնովում այդ ճառերը դրանք կարևոր էին դրանք կարևոր բաներ էին որ եղան մեր հանրապետության կյանքում բայց մարդիկ արեցին այն ինչի մասին տարիներով խոսվում էր հարթակում եւ այդ նույն ընդդիմությունը զբաղված էր վերլուծելով սասնածռերի վարքը մինչդեռ ժամանակն էր թողնել այդ վերլուծությունները եւ մտնել ի գործ դա չարվեց հիմա դուք կարծում եք որ թիմ ընտրություններում ահապետի միավորվեին եւ կար գլոբալ հարցեր լուծելու ռեալ շանս ես չեմ ասում նրանք վերցնեն հրացաները եւ գնային կրակեին հա քաղաքական գործիքներով հա եւ ողոքում է որ այդտեղ քաղաքական հնչերանքներ չկան ահա քաղաքական չգիտեմ նրբամտություններից զուրկ էր այդ քայլը դուք մտցնեիք դա հազար եղանակ եւ ճանապարհ կա դուք կարող եք դա անել Իսկ խոսելով մեր գործընկերների մասին, դու նաև նշեցիր, որ փորձում էր ամեն կերպ տեղեկացնել մարդկանց, այսինքն հասնել որևէ փոփոխության, հա, դրական, թեկուզ ընկալումներում հասարակության, թեկուզ տեղեկատվության առումով։ Հիմա փաստորեն ընտրելով քաղաքական գործչի, այսպես ասած, ուղին, այսինքն լրատվական գործիքներով այլևս անհնար այս երկրում որևէ բան փոխել։ Վերջ։ Ինչ ենք անում մենք պետք է շարունակենք իհարկե այդ գործը։ Ես կարծում եմ, որ այս երկրում միակ հաստատուն եւ այսպես կոնկրետ գործ անող մարդիկ հացթուխներն են եւ լրագրողները։ Նրանք մարդիկ ուտում են հացը, լրագրողները պարտաճանաչորեն կատարում են իրենց աշխատանքը։
Ցավոք մեր աշխատանքը կյանքը ցույց է տալիս, որ իրավիճակ չի փոխում։ Կամ փոքրիկ նյուանսներ գուցե այս կողմ այն կողմ գլոբալ առումով մենք չենք կարողանում խնդիրներ լուծել եւ այո այսօր այլ բան չի մնացել իմ գործընկերներին քան մտնել քաղաքական դաշտ եւ ստանձնել քաղաքական գործչի, որտեւ այս երկրում ինչ պատահում է, ասում են իսկ ուր են, հա, մեկ ասում են ուր են մտավորականները, մեկ ասում են լրագրողները։ Լրագրողներին են մատնացույցանում, այդ թող լրագրողներն մտնեն իսկապես քաղաքական դաշտ եւ փորձեն հարցեր լուծել։ Լավ, ու շարունակելով, հա, թիմ ընտրությունների թեման մեկ այլ երևույթի անդրադառնանք, հրապարակի կրկին հոդվածին անդրադառնան, որը խոսում է Մասիսի առաջիկա թիմ ընտրությունների մասին, որտեղ փաստորեն գործող քաղաքապետ Սաշա Հակոբյանն, ով հանրապետական կուսակցության անդամ է, չի առաջադրվել կուսակցության կողմից, այլ առաջադրվել է առավել երիտասարդ թեկնածու եւ այստեղ խոսվում է հենց Սաշա Հակոբյանի որդու Հովհաննես Հակոբյանի մասին, ում նշանակել են անձնագրային բաժնի պետ եւ աջակցության մասին Սաշա Հակոբյանի հենց նոր երիտասարդ այդ թեկնածուին եւ այստեղ հետաքրքիր մի մեջբերում է, որ Սաշա Հակոբյանը չի նեղացել իր կուսակցությունից, որ ավելի երիտասարդին են նախընտրել, որտեղ իր որդին արդեն ազգագրային բաժնի պետ է եւ այստեղ փաստորեն Մասիս քաղաքի խնդիրները, Մասիսի բնակչությունը դրվել է մի կողմ եւ կարծես թե այստեղ ինչ որ հաստիկներ, պաշտոնների մակարդակում է լուծվում հենց քաղաքապետի փաստորեն հարցը։ Այս երևույթի դեմ հենց հասարակությունը չէ որ պետք է պայքարի, չգիտեմ ինչ միջոցներով, ինչ մեխանիզմներ առասարակ կան ստկես։ Հասարակությունը կամ հենց ընտրության գնալով, ընտրելով։ Ես ուզում եմ հասկանալ, որն է ծեր եւ երիտասարդ հանրապետականի տարբերությունը։ Դե կարծում եմ միայն տարիքը։ Իսկ իստում է նույնիսկ տարիքի խնդիր չկա, որովհետև նրանք պատրաստի բիձաներ են այդ երիտ հանրապետականներին ես տեսնում եմ, պատրաստի բիձաներ, որ ոչնչով չեն զիջում Գալուստ Սահակյանին։ Ահա որն է եւ ինչու պիտի այն ծեր հանրապետականը, հա, նեղանար։ Իսկ նրանք իրավունք ունեն, դա այնպիսի կուսակցություն է, որ այդտեղ կարող է բազմաձայնություն լինել, հա, կարող են կարծիքներ եւ տեսակետներ հայտնել։ Կարող էին։ Ես կարծում եմ որ ոչ։ Բոլորս գիտենք որ ոչ, որտեղ նման կուսակցություններում կարծես թե հենց ինչ որ մեկի շուրջ կառուցված կուսակցություններ հրամանները գալիս են մեկ տեղից եւ բոլորը կարծես թե ենթարկողի արդեն դիտել այդ հիմարների մենամարտը, չնայած թեպետ մենամարտ հարմարվել իրավիճակին։ Չէ, հարմարվել մեզ թվում է թե այս մարդիկ հարմարվում են իրավիճակին։ Չէ, հասարակությունն է հարմարվում են իրավիճակին, որ ստեղծվում է։ Իսկ ինչ ես այլ բան ես ուղղակի չեմ տեսնում, քան հենց ընտրությունների ժամանակ ուղղակի ուժեղ վերահսկողություն, հենց ընտրությունների ժամանակ։ Միայն դա ես կարող եմ պահանջել, որովհետև մեր հասարակությունը, մեր ժողովուրդը ամեն բան արեց իր եւ իր երկրի փրկության համար։ Տվեց իր որդիներին, համբերատար հանդուրժեց ամեն տեսակի մրցավանջային օրերը, համբերատար։ Հրապարակում ով թեթևակի սուլեց, այս ժողովուրդը եւ հասարակությունը այնտեղ կանգնած էր։ Հիմա հասկանում եք մարդիկ ապրում են եւ դժվար են ապրում եւ դժվար է գնալ եւ ընկնել այնտեղ ասել բանը դու երիտասարդ հանրապետական ես թե ծեր հանրապետական ես հոգ զահլա չունեն լուրջ ծանրակշիռ ժողովուրդ է հոգնել է զահլա չունի ուղղակի զզվել է Լավ շարունակելով խոսեցինք հա հրապարակներում հանրահավաքներ են լինում ինչպես դու նշեցիր թեթևակի սուլոցներից մարդիկ դուրս են գալիս փողոց Եվ այստեղ վերջին դեպքերից հետո Սարիթաղի սաստանցրերի գործողություններից մենք ունենք բազմաթիվ ակտիվիստներ, ովքեր բերման ենթարկվեցին, քաղաքական գործիչներ կալանավորվեցին եւ շատերը դեռ գտնվում են կալանավայրերում, գիտենք Հովսեփ Խուրշության ժառանգության անդամ Անդրեաս Ղուկասյանով ինչ օրս հացադուլ է անում Խոսում էր նաև նրա մասին, որ սաստանցրեր խմբի անդամներից մի քանիսին հնարավոր է փոխեն խափանման միջոցները եւ ազատ արձակեն գրավի դիմաց եւ մի տեղեկատվություն, որը որստիս առնչվում է ուղղակիորեն այս ամենի հետ, ինչպես գիտենք անկախության տոնին ընդառաջ համաներում է լինում, որ անմիջապես որոշումը կայացվում է նախագահականում եւ այն չի հրապարակվում մինչ փաստորեն ազգային ժողով հասնելը Եվ խոսվում է ժողովուրդ օրաթերթում նրա մասին, որ այս տարի այն ավելի ընդգրկուն է լինելու, չգիտեմ, ըստիս հնարավոր է սա կապված լինի հենց այն կալանավորվածների հետ, որոնց իշխանությունը բնականաբար չի կոչում քաղաքական բանտարկյալներ, մենք լրատվական դաշտում մեր հասարակությունը արդեն հասցրել նրանց քաղաքական բանտարկյալներ կոչել, որովհետև հետևելով իրադարձություններին Սարիթաղի ու սաստանցրերի ու նրանց ձերբակալության այս մեթոդներին ու մոտիվներին, պարզ է դառնում, որ քաղաքական որոշակի փաստորեն հետապնդման արդյունքում է այս ամենը եղել։
Եվ հիմա, ինչպես գիտենք, Արմենը Մարտիրոսյան ազատ արձակեց Դավիթ Սանասյանին եւ ու նույն հոդվածով փաստորեն Հովսեփ Խուրշուդյանն ու Անդրեաս Ղուկասյանն են այսօր գտնում կալանավարում, սակայն նրանց դեռևս ոչ մի կերպ ազատ չեն արձակում ու չեն փոխում խափանման միջոցները։ Սա երկար հնարավոր է եւ տրամաբանությունն ուղղակի այստեղ ուզում եմ հասկանանք միասին։ Եթե երկու հոգու նույն հոդվածով կալանավորում են, ազատ են արձակում գրավի դիմաց, ինչու մյուս երկուսին ազատ չեն արձակում։ Դուք առաջարկում եք փորձել տրամաբանություն գտնել, հա? Ձեր իշխանության քայլերում իրավապահների ներկայացնեմ իմ միջադեպ եւ փորձենք հասկանալ հնարավոր է տրամաբանություն գտնել այդտեղ։ Ուրեմն Բաղրամյան 26-ի առաջ կանգնած են բանակում սպանված զինվորների մայրերը, որոնց տարիներ շարունակ Սարգսյանն այդպես էլ հակ չհամարեց ընդունել եւ լսել այդ կանանց։ Իրենց որդիների նկարները բռնած կանգնած են։ Այդ պահին ապրիլյան դեպքերից հետո էր։ Կանանց կողքով անցնում էր Գոր Քլոյանի հայրը եւ եւս մի կին։ Ես ենթադրում եմ, որ դա սպանվածներից մեկի մայրն էր, չգիտեմ։ Եվ ահա այդ Գոր Քլոյանին Սերժ Սարգսյանը հրավիրել էր իր մոտ կամ գուցե Սերժ Սարգսյանի պես մեկը։ Հայրը անցնում է այդ կանանց մոտով եւ կանայք ճչում են։ Քո որդին չի հերոս, մեր տղան է հերոս, մեր տղաներն են հերոսները։ Ինձ ասացեք, խնդրեմ, այս իրավիճակը հնարավոր է վերլուծել, փորձել տրամաբանություն գտնել։ Այս իրավիճակը ինչ որ նույն այդ Սերժ Սարգսյանը համաներում է հայտարարել, բայց ահա երկուսին բռներ են եւ չեն պահում։ Փորձենք տրամաբանություն գտնել։ Ինչու նրանց ազատեցին, ահա այս երկուսին ոչ մի կերպ չեն ազատում։ Նախ ես ուզում եմ իմանալ, երբ են Սերժ Սարգսյանին համաներում հայտարարելու եւ ազատելու այս երկրից։ Սա ամենևին հռետորական հարց չէ։ Եվ հետո անցնենք մյուս տղաներին, ուրեմն հանրահավաքներից մեկի ժամանակ չեմ հիշում ով վերջերս էր այսպես խրոխտ խոսում է եւ ասում է այսօր մեր երկրում ամենապատվաբեր պաշտոնը Քաղբանտարկյալն է, ազատություն Քաղբանտարկյալների։ Հիմա եթե պատվաբերն է, ինչու ազատություն, բայց ես չեմ կարող տրամաբանություն փորձել գտնել, ահա այսպիսի անտրամաբանական իրավիճակում, որում մենք ապրում ենք ամեն օր։ Այս անտրամաբանական կյանքը մենք սուրճի հետ ամեն օր վերլուծում ենք ուղղակի ինչ որ գնահատականներ ենք տալիս ու անցնում ենք։ Դժվար է տրամաբանություն, անիմանալի են սև մարդու գործերը։ Եթե թերևս տրամաբանություն գտնենք, լուծման ելքերը գտնենք։ Դուք կարծում եք ինքը Սերժ Սարգսյանը ունի տրամաբանություն իր գործողություններում։ Նա այսպես ունի ռազմավարություն եւ մտածում է սրան ազատել, սրան ոչ։ Դե ըստ այս կալանավորումները միայն միտված էին նրան, որ գլխատվեր շարժումը, որը անտրամաբանական գործողություններ է անում եւ անիմանալի են այդ, ասում եմ, կրկնում, այդ սև մարդու գործողությունները։ Հիմարության մեջ, ընդհանրապես հիմար իրավիճակում տրամաբանություն պետք չի փորձել գտնել, պետքա փորձել ուղղակի դուրս գալ այդ իրավիճակից։ Լավ, շնորհակալ եմ, բավականին հետաքրքիր մեկնաբանության համար։ Դուք զգում եք, որ սուրճը լավն է, մենք լավն ենք, սրճարանը կարծես լավն է, ահա լուրերն են վատը։ Ես ցավոք ամեն առավոտ բախվում եմ դրան։ Իմ գործընկերների հետ ամեն առավոտ սենց իրավիճակի մեջ ենք հայտնում եւ փորձում ենք ելքեր գտնենք, ու այդ ելքերը ոչ մի կերպ չեն երևում, մնում է միայն գնահատական տալ, ինչ որ մի պահ կանգ առնել, անցնել հաջորդին, դրա համար հիմա ես ուղղակի այս իրավիճակից կանցնեմ հաջորդ տեղեկատվությունը, որից էլի ելքեր գտնելը մի փոքր դժվար է, որովհետեւ հիմա կհասկանանք ինչու, ժողովուրդ օրաթերթի հրապարակումն է, որը որ խոսում է Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի մասին, որը միշտ եղել է խորհրդարանում, հա, 95-96 թվականներից սկսված ու միշտ է իշխող փաստորեն կուսակցության շարքերում է եղել ու խոսում է նրան պատկանող Սիսիանի Բուատ համանախապակ պատասխանատվության ընկերության մասին, որը որ բնականաբար փաստաթղթային առումով մենք գիտենք, որ ուղղակի սա տեղեկատվություն է, որ ըստ լուրերի դա պատկանում է Հերմինե Նաղդալյանին եւ ըստ տեղեկատվությունների նա այդ ընկերությունը 1 տարվա ընթացքում 636 միլիոն դրամի արժողությամբ ճանապարհաշինարարական աշխատանքներ է կատարել եւ բոլորը եղել են պետական պատվերներ ու շեշտադրումը ժողովուրդն անում է նրա վրա, որ կառավարությունը փաստորեն ворթեգրել է հակակոռուպցիայի դեմ պայքարի, ինչ որ մեխանիզմներ, էկոնոմիկայի նախարարությունն է բուրըն պայքարի մեջ, Հովիկ Աբրահամյանը պարբերաբար ինչ որ հայտարարություններ է անում, միջազգային կառույցների ֆինանսավորումներ են ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին եւ ազգային ժողովի փոխնախագահ, ով ունի ճանապարհաշինարարական կազմակերպություն, ըստ ժողովրդի տեղեկության ու փաստորեն միլիոններ։
Ու հենց այստեղ է որ մի հետարքիր նախադասություն, որ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները դեմքի ամենալուրջ արտահայտությամբ ինչ որ մութ անկյուններում կոռուպցիա են փնտրում այս ամենից հետո ու խոսում են հասարակության վստահության մասին, անգամ հիշում ես լրագրողներին կոչ էին անում զանգահարել էկոնոմիկայի նախարարություն ու կոռուպցիոն դեպքերի մասին հայտնել, բայց մենք ամեն օր հրապարակումներ ենք, հա, տեղադրում ենք ինչ որ փորձում ենք փոքրիկ հետաքննություններ անել, չնայած դա հետաքննություն էլ չի ամեն ինչ, բարձից էլ բարձ է անգամ էլեկտրոնային կայքեր մտնում ես կառավարության եւ բոլոր ծախսերը, հա, ոչ արդյունավետ աչքի առաջ են։ Եվ այսպես, այս կառավարություն ինչպես պայքարել այս դեպքում էս երևույթի դեմ։ Այստեղ էլ ելք չունենք։ Այստեղ էլ վերահսկողություն չունենք։ Հա, կա այսպեսի մի թռչուն, անունը Կուկու։ Շատ փնթի թռչուն է, շատ կեղտոտ է պահում իր գույնը։ Իբն է իծն է այդ թռչունը փնթի է։ Ասում են Կուկուն հոտ է առնում անընդհատ, բայց այդպես էլ չի ֆայմում, որ հոտը իր բնից է գալիս։ Հիմա ես չեմ կարծում, թե հերմինեինք չգիտեն, թե հոտը որտեղից է գալիս։ Սա մտնում է իրենց ամենօրյա պրոցեդուրայի մեջ, խոսել կաշառակերության մասին, փնտրել մեղավորներ, այդպես չգտնել, հետո գալիս է Իշխան Զաքարյանը, ինչ որ մեղադրանքներ են ներկայացնում, լինում են փոքրիկ ինչ որ բաներ։ Ցուցադրական ավելի շատ։ Այո։ Հերմինե Նաղդալյանը այն տիկինն է, որը բառացի հայտարարեց, որ Ղարաբաղյան հարցի լուծման համար այո պետք է լինեն տարածքային փոխզիջումներ։ Այո, նա հետո երբ որ հասարակական ուժեղ գրող եղավ, Հերմինե Նաղդալյանը կանչեց մի լրագրողի եւ այսպես կուրծքը ծեծելով եւ սպառնալով, մատը թափտալով մեզ դասեր տալիս, թե ինչու ենք մենք հանդգնում նրա մասին ահա որևէ վատ բան ասել։ Եվ Հերմինե Նաղդալյանը այդ հայտարարությունից հետո, ինչպես նաեւ հանրապետական այլ գործընկերների հետքվում է, թե չենք պատրաստվում հողեր զիջել, բայց այդ մարդիկ չեն հեռացվում աշխատանքից եւ պատիժ չեն կրում։ Հիմա այդքանից հետո Հերմինե Նաղդալյանի կոռուպցիայի մասին զրույցները ինչպես լուրջ ընդունել եւ բոլորը գիտեն ինչ բոլորը գիտեն ով ինչ ունի, ով ինչ ունի եւ ծիծաղել է ուղղակի այդ կաշառակերության մասին, որ նրանք խոսում մարդիկ, ես ասում եմ, ես կարծում եմ շուտով լրագրողներն էլ այլևս զավլա չեն ունենա այդ մենք հասել ենք ծայրահեղ մի կետի, այդ եւ սասնածռերի տղաները հասցրեցին դրան, որ այլևս ամոթ է ամեն ինչ շարունակել նույն կերպ, նույն հունով, գրել որ Հերմինե Նաղդալյանն ու Հովիկ Աբրահամյանը ասում են վերջ կոռուպցիային, բայց նրանք ահա ունեն այս բաները, վերջն է եկել այդ ամենը եւ ես շատ լուրջ վախեր ունեմ, որ Պաշտոնավետանք ուղղակի սպանություններ են լինելու երկրում։ Ուղղակի սպանություններ են լինելու։ Եվ թող այդ մարդիկ զգույշ լինեն այլևս իրենց հայտարարություններում եւ այդպես այդ ծաղրական ելույթները, որ իրենք կարդում են եւ հայտնում են մամուլին, մամուլն էլ տիրաժավորում է, թող զգույշ լինեն, որովհետեւ վերջն է եկել իսկապես։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի ու բավականին տարբերվող մեկնաբանությունների համար։ Ցավոք մեր եթերաժամանակը սպառվում է։ Եվս մեկ անգամ շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ այսօր մամուլը քննարկում է լրագրող Մարինա Բախտագուլյանի հետ